Օրակարգը շարունակում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում բարև ձեզ գլխավորի մասին նախամարոտ։ Մեկ ժամ ընտրարշավին մասնակցելու պաշտոնական հայտերը ներկայացնելու համար վերջին նորությունները կենտրոնական ընտրականից։ Հայկական վերածնունդ, ԲՀԿ և ՀԱԿ ՀԺԿ-ի հետ, ովքեր են ցուցակների առաջին դեմքերը և ինչ սկզբունքով են ընտրվել մյուսները։ Արցախի նոր սահմանադրությանը կողմ կքվեարկի բնակչության 91%-ը, սոցիալական այլ թվեր մայր օրենքը փոխել պատրաստվող Արցախից։ Վերջ փնթիությանը հավելյալ գումար արտահանող բիզնեսին, միլիարդով գումար գյուղերին, վարչապետի նոր առաջադրանքները։ Գյուղնախարարությունը խնայողությունից է խնայել պատվաստանյութ և պարարտանյութ են մատակարարել ամենացածր գինն առաջարկած ընկերությունները։ Երբ են ջրի երես դուրս գալու խոշորները, բնապահպանության մասնագետների և ձկնաբույսների թեժ ու անարդյուն քննարկման մասին։ Եվ քաղաքապետարանը սանիթեկի աշխատանքից գոհ ու դժգոհ է, կրկնակի աղ ու ավազ են շահթվել, ձյուններ շատ։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովում ամենալարված վերջին ժամն է, ընդամենը մեկ ժամ է մնացել, որպեսզի քաղաքական ուժերն ու դաշինքները իրենց ընտրացուցակները գրանցելու համար ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։ Առաջինը ընտրացուցակները մեկ ժամ առաջ ԿԸՀ է տարել Հոյդան, 20 րոպե հետո փաստաթղթերը ներկայացրել է ելք դաշինքը, 5 րոպե առաջ էլ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Քաղաքական ուժերն այսօր նաև հրապարակել են իրենց ընտրացուցակների առաջին տասնյակը, հայկական վերածննդի համապետական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը։ Այսօր կայացած կուսակցության նիստին հայտնի է դարձել, որ երկրորդ հորիզոնականում Մհեր Շահագելդյանն է, երրորդում Հեղինե Բիշարյանը։ Ընտրացուցակում ընդհանուր առմամբ 300 թեկնածու կա։ Հայկական վերածնունդը սկսում է այն առավելագույն թույլատրելի թվով, որ սահմանել է ընտրական օրենսգիրքը։ Նրանց ցուցակում 300 թեկնածուներ են։ Մեր առաջի 15 համարները Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահագելդյան, Հեղինե Բիշարյան։ Հայկական վերածնունդն առաջադրում է 136 թեկնածու համամասնական և 164-ին վարկանիշային ընտրակարգով։ Նրանց քաղաքական թիմում ըստ Արթուր Բաղդասարյանի ծանոթ դեմքերից բացի կան նաև նոր երիտասարդ մարդիկ, բայց 90%-ը հին թիմակիցներն են, ում հետ երկար ճանապարհ են անցել։ Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի, սա մեր լինելու է առանցքային կարգախոսներից մեկը, որովհետև փոփոխությունները Հայաստանում հասունացել են։ Բովանդակությամբ դաշինք իրավաբանորեն մեկ կուսակցություն։ Հայկական վերածնունդը մասնակցելու է որպես մեկ քաղաքական կառույց։ Դաշինքները չունեն կիրառական հաջող փորձ ոչ միայն Հայաստանում և առավել ևս Հայաստանում, նկատեց Արթուր Բաղդասարյանը։ Մեզ շուրջ 200 միավորներ են միացել, դրանք 170-ից ավելի հասարակական կազմակերպություններ են։ Մի քանի կուսակցություններ դուրս եկան, 4 կուսակցություններ, եւս 5 կուսակցություններ մնացին։ Օրինաց երկիրը նույնպես հայտարարեց իր միաձուլման մասին հայկական վերածննդի հետ։ Իսկ հետընտրական համագործակցությունը ում հետ են հնարավոր համարում, ապագա խորհրդարանում անպայման լինելու են քաղաքական կոալիցիաներ և իրենց կուսակցությունը կոալիցիա կկազմի ցանկացածի հետ, բայց միայն մեկ դեպքում, եթե ունենա իրական ազդեցություն որոշումների կայացման հարցում, նշեց Արթուր Բաղդասարյանը։ Մենք ոչ մեկի հետ մեր ապագա համագործակցությունը չենք բացառում։ Եվ այսօր նաև ես ուզում եմ ասել, որ մենք պետք է առուն թռնենք, նոր հոբ ասենք, բոլորին ավերաբերում, այսինքն նախ պետք է տեղի ունեն ընտրություններ։ Համագումարի իր ծրագրային ելույթում Արթուր Բաղդասարյանը ուշագրավ հայտարարություն արեց Հայաստանում նավթի ու գազի մեծ պաշարների մասին։ Այսօր էլ պնդեց, կա հայկական Քլոնդայք, բայց խորը ընդերքում։ Տաթևիկ Նալբանդյան, Տիգրան Բաբայան, Օրակարգ։ Ծառուկյան դաշինքի կազմում ընտրություններին գնալու հուշագիր են ստորագրել ԲՀԿ, Ալյանս և Առաքելություն կուսակցությունները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը Իշխան Զաքարյանն է, երրորդը Նաիրա Զոհրաբյանը։ Առաջին տասնյակում են նաև Արարատ Զուրաբյանը, Իվետա Տոնոյանը, Հարգամ Աբրահամյանը։ Ծառուկյան դաշինքի ընտրացուցակում 187 թեկնածու է, որից 140-ը ընդգրկված են նաև ռեյտինգային ցուցակում։ Ընտրություններին քաղաքական դաշինքով մասնակցելու հայտ են ներկայացրել Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ Ցուցակը կգլխավորի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրան հաջորդում են Ստեփան Դեմիրճյանն ու Լևոն Զուրաբյանը։ ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի ՀԺԿ-ի հետ դաշինքով։
Համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ 141 մարդ է համամասնական ցուցակում, որոնցից 133-ը ընդգրկված են ռեյտինգայինով։ Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ցուցակի 22 թեկնածուներին։ Ընտրացուցակը կազմել են ներգրավելով ինչպես փորձառուների, այնպես էլ ըստ Զուրաբյանի կրեատիվ երիտասարդների։ Ցուցակում նախկին քաղաքապետեր են, падգամավորներ, ազատամարտիկներ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ։ Մարտունակ բանակ է, որը կարող է լուրջ արդյունքներ գրանցել։ Դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Լևոն Զուրաբյանը, աշխատանքը կհամակարգի նաև ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը, նա եզրափակում է ընտրացուցակի առաջին տասնյակը, իսկ ինչու են ավելի քիչ ցուցակի ՀԺԿ անդամները։ Առաջնությունը տրված է եղել վարկանիշով անձերին։ Այդ առումով իհարկե Հայ ազգային կոնգրեսում վարկանիշով առաջադրված թեկնածուները ավելի շատ են։ Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե մինչև դաշինքի ստեղծումը ՀԺԿ ղեկավարը բանակցել է այլ քաղաքական ուժերի հետ։ Ստեփան Դեմիրճյանը որևէ քաղաքական ուժի հետ բանակցություններ չի վարել։ Հանդիպումներ եղել են, բայց բանակցություններ չի վարել։ Եթե դաշինքը հաղթահարի շեմը, Լևոն Տեր-Պետրոսյանը կվերցնի մանդատը, թե ոչ, ինչպես նախկինում եղավ։ Ինքը կորոշի կոնկրետ քաղաքական իրավիճակում, որն է ամենանպատակահարմար քաղաքականապես նպատակահարմար մոտեցումը։ Նախընտրական ծրագրում ըստ Լևոն Զուրաբյանի ներկայացրել են ոչ այնքան ցանկություններ, որքան երկրի զարգացման կոնկրետ լուծումներ։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանությունը պետք է ապահովի արդյունավետ իրավապահ գործունեություն։ Արարատի մարզում աշխատանքային խորհրդակցությանը ոստիկանապետը հիշեցրել է ընտրացուցակները վերջնական տեսքի բերելու խնդիրը, պահանջել անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության նախագահ իմ առջև, ձեր առջև, դել է խնդիր, արդար ազնիվ ընտրություններ։ Այն ինչ կախված է ոստիկանությունից, ոստիկանությունը պարտավոր է դա անել։ Դուք կստանաք նոր ուղեցույցները, խոսքս գնում ընտրությունների մասին։ Մինչև վերջին շարքայինը տիրապետում է այդ ուղեցույցին։ Ինչ անել, ոնց անել, որ իրավիճակներում։ Ապրիլին նախատեսված քվեարկության ընթառաջ կառավարությունը այսօր 30 միլիոն դրամ է հատկացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումարը ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքեր ստանալու, դրանք համապատասխան տարածքային կառույցներ տեղափոխելու համար է։ Գործադիրն այս հինգշաբթի հաստատել է նաև Երևանի ավականու ընտրության օրը, մայիսի 14։ Կառավարության նիստի մյուս որոշումների մասին Հերմինե Բաղդասարյանի տեսանյութում։ Պետք է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների եւ այլ վայրերի մաքրությունը։ Որ ձյունը չհալվի, ամենուր թափված աղբը Երևա, երկիրը սկսում է մաքուր Հայաստան ծրագիր։ Փնթիությունը վերացնելը թե մեզ, թե տուրիստին է պետք նկատեց վարչապետը։ Զբոսաշրջիկի համար պահանջեց լուծել նաև սահմանին երկիր մուտքի արտոնագիր ստանալիս հարցաթերթիկ լրացնել փողուզելու հարցը։ Ռուսաստանից ներքին անձնագրով ժամանողների խնդիրը կարգավորած արդարադատության նախարարը դատական կատարածուի սխալից տուժող մեր քաղաքացիների համար էլ ԴԱՀԿ-ի ծախսերում փող առանձնացրեց։ Երբ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ոչ պատշաճ վարչարարության հետևանքով օրինակ վնաս է պատճառում քաղաքացուն եւ այդ գումարը պիտի հատուցվի, դրա համար եւս որոշակի գումար կա ռեզերվացված։ Բիզնեսի համար գործադիրն այս նիստում հեշտացրեց հանքի տարածքում շինություն կառուցելը, ավելացրին արտահանողներին վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարը։ Պարզվում է տնտեսվարողներն այնքան ապրանք են երկրից դուրս վաճառքի ուղարկել, դեռ փետրվարի կեսն է սպառել են եռամսյակի փողը։ Առաջարկվում է երկրորդ եռամսյակի համար նախատեսված 5 միլիարդ դրամ տեղափոխել առաջի եռամսյակ։ Միլիարդով գումար կուղվի նաև գյուղեր USAID-ին շարունակելու է Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում, Մեղրիում սկսած ծրագրերը։ Ամերիկյան զանազանության պայմանագիրն էլ կփորձի մարզերում փոքր ու միջին նոր բիզնեսներ սկսել, ագրոկրթության հարց լուծել։ Առանձին գումար հատկացվեց նաև հին ծրագրերն ավարտելու, խոշոր նոր փաթեթներ նախագծելու համար։ Մենք մարզերին հատկացնում ենք 1 միլիարդ 4 միլիոն դրամ գումար։ Հունվարի աշխատավարձերից հազարական դրամները գանձված են։ Զինծառայողների բաժին այդ գումարները տնօրինող հիմնադրամի խորհրդում կառավարությունը 2 ներկայացուցիչ նշանակեց։ Պաշտպանության նախարարին ու ֆինանսների տեղակալին 3-րդ տեղը թող պատգամավոր զբաղեցնի, ասացին։
որպեսզի երրորդ ներկայացուցիչը կառավարության կողմից նշանակվի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։ Օրակարգի մոտ 4 տասնյակ հարցերի շարքում կառավարությունը լուծարեց 1 աշխատող ունեցող Վայոց ձորի Արսպաս ընկերությունը։ Վերջապես սեփական շենքով ապահովեցին երեխաների սիրելի տիկնիկային թատրոնին։ Տարածքը տրամադրել Երվանդ Մանարյան փակ բաժնետիրական ընկերությանը ասուլիս մանկական տեխնիկայի թատրոնի գործունեություն իրականացնելու նպատակով։ Ոչ թե Երևանի Չարենցի անվան գրականություն, այլ Եղիշե Չարենցի, հավանաբար Ե գրված եղել։ Շատ լավ։ Շնորհակալ։ Եվ տեխնիկային թատրոնն էլ ասուլիս չէր, ագուլիս էր։ Սխալներն ու բաց թողումները լինեն դրանք հանձնարարականների կատարման թե ներդրումային ծրագրերի մեջ կառավարական կաբինետը պետք է հասցնի շտկել 2 օրում։ Վարչապետի մոտ արդյունքներ ամփոփող հանդիպում է նշանակված շաբաթ։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսյան, օրակարգ։ Հաջորդ թեմայի մասին Արցախը պատրաստվում է երկուշաբթի կայանալիք մայր օրենքի հանրաքվեին։ Լիիրավ անկախ նախագահական երկիր Արցախի Հանրապետություն անունով նոր սահմանադրության հիմնական դրույթներին ինչպես են քվեարկելու արցախցիները։ Սոցիոմետրը ներկայացրել է հարցման արդյունքները։ Սոցիոմետր կենտրոնը Արցախում հարցումների միջոցով փորձել է պարզել, թե որքանով համահունչ են քաղաքական էլիտայի եւ հանրության մոտեցումները նոր սահմանադրության հարցում։ Հարցմանը մասնակցել են 1000 ընտրող եւ 30 փորձագետ։ Հանրաքվեի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում ակտիվ ընտրողների 80%-ը։ Այն ակտիվ զանգվածը, որը պետք է գա հանրաքվեի, գիտի ինչի համար է գալիս եւ դա կորոշի նրա գալու եւ քվեարկելու ուրեմն հանգամանքները։ Ընտրողների 70%-ը քաջատեղյակ է հին ու նոր սահմանադրությունների տարբերությանը, 15-ը լիովին ծանոթ են փոփոխություններին, 55-ը հիմնական դրույթներին։ 3 գլխավոր հարցերում պատկերը հետևյալն է. ԼՂՀ-ն անվանափոխել Արցախի Հանրապետության, կողմ է 79%-ը, Արցախի լիիրավ անկախությանը կողմ է 68%-ը եւ գործադիր իշխանությունը նախագահին տալուն կողմ է 59%-ը։ Երակայող մասը կողմը, որ իրեն կանցնեն նախագահական կառավարման համակարգի եւ դրական գրավականներից մեկը դա գործող նախագահի իմիջն է, որը վստահություն է ներշնչում, որ Ղարաբաղի նախագահան պետք է լինի ժողովրդավար, սոցիալական հարցերին արձագանքող, լինի արդար, չլինի կողմնակալ եւ հատկություններն ունի։ Նվազագույն մասնակցությունն ըստ Ադիբեկյանի կլինի 55%, առավելագույնը 70%, եւ ինչպես վկայում են հարցումները, հանրաքվեին կողմ կքվեարկի նվազագույնը 67 եւ առավելագույնը 91%-ը։ Նունե Ալեքսանյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Այժմ Արցախի սահմանին իրավիճակի մասին գիշերը առաջնագծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ շուրջ 500 գրակոց է արձակել, բացի հրազդգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ականանետ եւ հաստոցավոր հակատանկային նռնականետեր։ Պաշտպանական բանակի հաղորդագրության համաձայն մեր առաջապահ զորամասերը լիակատար վերահսկում են առաջնագիծը։ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները Վիեննայում հանդիպել են Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հետ, քննարկել հայկական երկու պետություններում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Ռուբեն Մելիքյանը նաեւ ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաշնությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Քննարկվել են նաեւ Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։ Արցախյան հակամարտության արագ լուծումը կընկալել պետք չէ, այսօր ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Մարկեդոնովը։ Նրա կանխատեսմամբ գունավոր հեղափոխության սցեները Հայաստանին չի սպառնում։ Հիմա, երբ Ռուսաստանի հավակնությունները ավելի մասշտաբային են, Հարավային Կովկասը հայտնվել է ստվերում, բայց կարևորությունը չի կորցրել։ Կտրուկ փոփոխություն սպասել Արցախի հակամարտությունից առայժմ պետք չէ։ Те конфликты, которые есть, они сохраняются. Այն հակամարտությունները, որոնք կային, պահպանվել են, չենք կարող ասել, որ լուրջ փոխզիջման ենք հասել։ Խնդիրը Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև չէ, այստեղ նրանց շահերը գրեթե չեն հակասում։ Ռազմական գործողության վերսկսման հավանականությունը մեծ է, քանի դեռ լինում են միջադեպեր։ Запад, в общем, вполне не против, если бы Россия была поактивнее в процессе урегулирования. Արևմուտքն ընդհանրապես դեմ չէ, որ Ռուսաստանի դաշնությունն ավելի ակտիվ զբաղվի հակամարտության կարգավորմամբ։ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարևոր է, բայց առաջին պլանում չէ։ Հայաստանում խորհրդարանի ընտրությանը ռուսական ազդեցությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես ներկայացնում են։ Որոշ կախում ունեն բոլոր երկրները։ Есть опасения, условно говоря, там разных цветных революций. Մտահոգությունը, թե կարող է գունավոր հեղափոխություն լինել, չափազանցված է։ Երկրի ներքին հարցը Մարկեդոնովի կարծիքով Կրեմլի օրակարգում չէ։ Կարևորը դրական լինի Ռուսաստանի հետ հարաբերությունը։ Սոնա Աղբալյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի արդիվ 3 ժամը 15-ի սահմանում մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող բուլդոզերը։ Բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան եւ Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը մարմնական վնասվածքներ են ստացել։ Գեղարքունիքի հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Գարեգին Մինասյանը մահացել է։ Մյուս 2 զինծառայողները տեղափոխվել են կենտրոնական հոսպիտալ։ Դեռ հայտնի չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը կփակվի, թե ոչ, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները որոշել են բաց նամակ ուղարկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարություն։ Նամակում նշվում է, որ գրասենյակի փակումը կվնասի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը։ Այժմ միջազգային լրահոս Աստանայում սկսվել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը, այն անցնում է միջնորդ երկրների հովանավորությամբ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի։ Հնարավոր է, որ այս հանդիպմանը ուղիղ շփումներ լինեն նաեւ Սիրիայի իշխանության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների միջև։ 3 Ղազախստանի մայրաքաղաքում նախատեսված բանակցությունները 1 օրով հետաձգվել էին։ Մասնակիցներից ոչ բոլորն էին ժամանել Աստանա։ Հիմնականում սիրիական ընդդիմության մի քանի պատվիրակություններ։ Գիշերը նրանք արդեն վայրեջք են կատարել եւ բանակցությունները սկսվել են։ Սիրիացիներից բացի այնտեղ են նաեւ երաշխավոր պետությունների Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները։ Օրակարգի գլխավոր հարցը հրադադարի պահպանումն է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով կրակի դադարեցման ռեժիմին օրեցօր ավելի շատ ընդդիմադիր խմբավորումներ են միանում։ Իսկ Աստանայում չի բացառվում, որ ուղիղ խորհրդակցություններ լինեն Ասադի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Միաժամանակ CNN հեռուստաալիքը հաղորդել է, թե հնարավոր է, որ Պենտագոնը Սիրիայի հյուսիս ամերիկյան զորախմբեր ուղարկի, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն նախագահ Թրամփի հավանությունը ստանալուց հետո։ Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր հուշագիր իսլամական պետություն խմբավորմանը ջախջախելու ծրագիրը 30 օրում վերանայելու եւ իրեն ներկայացնելու մասին։ Լուսինե Կոշեցյան, օրակարգ։ Իրանն ուզում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Պարսից ծոցի մի քանի երկրների հետ, դրանց թվում նաև տարածաշրջանի խոշորագույն խաղացող Սաուդյան Արաբիայի։ Նա բլիցայց է կատարել Օման եւ Քուվեյթ, Սաուդյան Արաբիան եւ ծոցի որոշ երկրներ Իրանից իրենց դեսպաններին ետ էին կանչել անցած տարվա սկզբին Սաուդյան դեսպանատան վրա հարձակումից հետո։ Պարզվում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը Ուինստոն Չերչիլը նաև աստղաֆիզիկայի մեծ սիրահար է եղել, անգամ լրջորեն զբաղվել է դրանով եւ հավատացել ուրիշ քաղաքակրթությունների գոյությանը։ Տիեզերքի մասին իր մտքերը նա շարադրել է 11 էջանոց էսեյում, որը երկար ժամանակ գտնվել է թանգարանի պահոցում։ Հեղինակը ինքն է այդպես ցանկացել։ Չերչիլի կարծիքով կյանք կարող է լինել ցանկացած միջավայրում, որտեղ կա ձգողականություն, մթնոլորտ եւ հարմարավետ ջերմաստիճան։ Այդպիսիք նա համարել է Վեներա եւ Մարս մոլորակները։ Վերադառնանք Հայաստան, գյուղնախարարությունը պարարտանյութերի գնումից տնտեսած գումարը կուղի գյուղացիներին տեխնիկայով աջակցությանը։ Որքան գումար է տնտեսվել եւ ինչի հաշվին, թվերը ներկայացրել է գյուղնախարարը։ Այս արձագանքը ՀՀԿ ցուցակում իր գյուղնախարարի չընդգրկվելու հարցի պատասխանն է։ Գյուղատնտեսական սեզոնից առաջ Իգնատի Առաքելյանի մտքերն ուղղված են եղել ոչ թե ընտրություններին, այլ գյուղոլորտի 2 կարևոր խնդրի լուծմանը։ Նախարարությունը պետական ռեսուրսների էական խնայողություն է արել։ Նախ պատվաստանյութի համար նախատեսված անցած տարվա 487 միլիոն դրամն այս տարի իջեցրել է 456-ի, ապա դրանից էլ խնայել եւս 45 միլիոն դրամ։ Ընդհանուր խնայողությունը 76 միլիոն դրամ, իսկ պարարտանյութի մատակարարման համար 19 ընկերության հետ են բանակցել։ Պահանջը եղավ, որպեսզի մենք ընտրենք այն ընկերություններին, որոնք կարող են տրամադրել էժան եւ չեն հավակնում ստանալ լրացուցիչ վարկ ֆինանսավորելու համար։ Անցած տարվա գինը պահպանվում է, վարկի սուբսիդավորման 4 միլիարդը խնայվում է մատակարարների հաշվին, իսկ 1 միլիարդ 210 միլիոնը գյուղացուն հասնող վերջնական գնի սուբսիդավորումից։ Այսօր ավելի նպատակահարմար է գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ աջակցություն տրամադրենք, քանց ուղենք այդ միջոցները այնտեղ, քանց շարունակենք պարարտանյութի սուբսիդավորման տանենք դեպի նվազումը։ Գյուղտեխնիկայի լիզինգից առանց սահմանափակումների կօգտվեն բոլոր վարկունակ տնտեսվարողները։ Իգնատի Առաքելյանը լավ լուր ուներ նաև խաղող մթերած գյուղացիների համար։ Նրանց պարտքերի մարման ժամանակացույց է կազմվել, միջոցներն առկա են։ Գյուղնախարարը չէր հասցրել ավարտել բոլոր լուրերը, նոր հանձնարարություն ստացավ վարչապետից։ Գիտի, որ ասուլիս այդ շտաբ չելն չէր ասել։ Արմինե Ուդումյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։
Թեժքննարկում բնապահպանության նախարարությունում ձկնաբույսների հետ Արարատյան դաշտում ջրի օգտագործման վերահսկման նոր համակարգ են ուզում ներդնել։ Ձկնաբույսներն էլ նախ խոշորներին ջրի երես հանելու պահանջ են ներկայացնում։ Ձկնաբուծարաններում հատուկ համակարգ են ներդրվելու նոր սերնդի ջրաչափեր, որոնք թույլ կտան առցանց հեռվից վերահսկել ջրի օգտագործումը։ Այս ծրագիրն իրականացնել է բնապահպանության նախարարությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։ Կեսից սակայն ձկնաբույսներն ընդհատեցին քննարկումը։ Մենք պատրաստ ենք բուծելու ցանկացած գումար, որ չօգտագործում ենք, բայց դուք չունեք գծակներ, ազդելու մի քանի տեսության վրա։ Մի անգամ ասացիք, թե չէ։ Գեր մարդիկ որ կան, չունեք գծակներ ոչ միակ։ Ոչ մեկը չի կարող իրանց ասել։ Ասում են մեծպես մանր փոքր միջին բիզնեսմեններ։ Վարձերը միայն փոքր բիզնեսի հոգսը չեն, վստահեցնում է ջրային ռեսուրսների կառավարման պետը։ Մեծ ու փոքրինք ստուգեն խուսափող ձկնաբույսներին ջրի երես կհանեն։ Այս տարի տեսչական ստուգումներ, որ իրականացվել են այդ որ դուք ներկայացնում եք որտեղ որ չեն կարող անել, հենց այդ տնտեսություններից են սկսելու իրականացնել։ Ձկնաբույսների սակայն ոչ մի պատասխան կամ առաջարկ չէր բավարարում։ Նրանք պնդում էին, որ նոր ջրաչափերի տեղադրումից հետո նորից կբարձրանա ջրի գինը։ Վարչապետին ես խնդրում եմ, որ նշանակի վստահված մի հոգի, որ կգա ու իրոք կծանոթանա այս թեմային։ Եթե մենք մեղավոր ենք, եթե մենք մի բան արել ենք, թող հանգստեն, թող փակեն։ Թեժ քննարկումները երկար տևեցին, բայց անարդյունք։ Ձկնաբույսները մնացին իրենց կարծիքին։ Պատրաստ են հարցը քննարկել միայն վարչապետի լիազորած մասնագետների հետ։ Հայկ Հովհաննիսյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Այսօր 13:36-ին 2.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանին Բավրա գյուղից 10 կիլոմետր հյուսիս-արևելք, սեյսմիկ ծառայության տվյալով օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ։ Երևանի 5000 բակերի և փողոցների ձնամաքրման աշխատանքների համար նախորդ տարվա համեմատ կրկնակի աղ և ավազ է օգտագործվել։ Քաղաքապետարանը Սանիթեքի կատարած աշխատանքից գոհ է, արդյունքներից դժգոհ։ Ձնահեռացման աշխատանքների թերացումների հիմնական պատճառն էլ եղանակային անբարենպաստ պայմաններն է համարում։ Այսօր մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ ձյուն կլինի, որոշ տեղերում նաև մառախուղ, շաբաթ օրվանից սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը այսօրվանից կնվազի 10-ից 12 աստիճանով, իսկ Կիրակիից միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-ից 9 աստիճանով։ Այսքանը օրվա իրադարձությունների ամբողջական պատկերը մեր հիմնական թողարկմանը կհանդիպենք ժամը 21-ին։